Հավասարություն եւ արդարությունը մեր երեխաների նկատմամբ խոսքս 2025 թվականի զորակոչված տղաների մասին է եւ շատ կցանկանայի կոչով խնդրանքով դիմում ենք մեր վարչապետին, մեր պաշտպանության նախարարին, որպեսզի կարողանան իրենց ընդունած օրենքին միգուցե հետ ուժ չեն կարող տալ, բայց գոնե կետ մտցնեն, որպեսզի այդ օրենքը ազդի նաև 2025 թվականի զորակոչված տղաների վրա։ Չէ որ նրանք էլ նույն համազգեստն են կրում, նույն երթումն են տվել ծառայելու մեր Հայաստանի Հանրապետությանը, նրանք կատարում են դա, ասեմ, որ շատ լուռ, համեստ, ոչ մի ձև չեն արձագանքում, նրանք երբեք ընկճված չեն, իրենց ոգին բարձր է, ուղղակի մեր ծնողների խնդրանքն է, սա դիմում կոչը, որպեսզի որևէ կերպ դրական լուծում տան այս հարցին, ուրիշ մեր խնդրանքը դա է։ Ուզում եմ հարցնել, որ եթե այս ձեր խնդրանքը բավարարվի մինչև ընտրությունները, ինչպես Փաշինյանն է ասում, կարող է դիտվել ընտրակաշառք, եթե օրինակ ընտրություններից հետո դա լինի, շատ կներվեք։ Չենք նեղվի, եթե ընտրություններից հետո լինի, կարևորը ազդի մեր տղաների վրա, իսկ այդ ընտրակաշառք ասվածը չեմ ընդունում այս պահին, որ այդպես ասում եք, որովհետև ամեն դեպքում մենք այստեղ հավաքվել ենք զուտ մեր տղաների համար, ուրիշ ոչինչ, ոչ այս մեր հավաքը կներեք, էլի հարգելի լրագրողներ, մի ընդունեք որպես քաղաքական որևէ դրդվածություն կամ միտում, ուղղակի սա լոկ մեր ծնողների, մեր տատիկ պապիկների խնդրանքն է, դիմումը կոչը մեր վարչապետին, մեր պաշտպանության նախարարին, որպեսզի որևէ կերպ իրանք դրական լուծում տան։ Ուրիշ ոչ մի միտվածություն չունենք մենք։ Հերմինե Ասլանյան։ Ինչ է պատմում ծառայությունից ձեր։ Իրենք շատ գոհ են, ասեմ, շատ գոհ ենք, իդեպ ասեմ, երբ ես լսեցի այն լուրը, որ տարի ու կես պետք է ծառայեն տղաները, անկեղծ սրտով շատ եմ ուրախացել, չնայած իմ տղան այդ ժամանակ, երբ որ արդեն օրենքը ընդունվեց, արդեն 3-4 ամսվա ընդամենը նրանք մեր տղաները գնացել են, այո, 4 ամսվա ծառայողներ են, այսինքն չեմ կարծում, որ անհնարին ինչ-որ մի ձև լինի, որ կարողանան այս հարցին դրական լուծում տալ։ Մեկ տարվա ծառայողներ չէին, որ ասենք դե լավ, ոչինչ, հարցին մեկ ուրիշ տեսանկյունից, հա, նայենք, պարզապես իրանք ոչ մի ձև չեն արձագանքում, չեն ասում, այլ ինչ-որ բողոքներ ներկայացնում, պարզապես մենք ծնողներս հավատացեք, որ մեր հոգու խորքում շատ վատ ենք զգում, ինչու նույն դասարանում նստած երեխաները, մեկը ծառայի, ենթադրենք մի խումբը ծառայի տարի ու կես, մյուս խումբը 2 տարի, մի քիչ անարդար է եւ անհավասար, եւ խնդրում ենք այս հարցին դրական լուծում տալ։ Նրանք ոչ մի կերպ չեն բողոքում, շատ գոհ ենք պաշտպանության նախարարությանը, մեր վարչապետին, որ ահագին դրական առաջընթաց կա մեր բանակում եւ սննդի հետ կապված եւ հագուստի հետ կապված ոչ մի բողոքներ մենք չունենք այս պահին։ Միայն միակ բողոքը եւ խնդրանքը, նորից եմ կրկնում, այս հարցին դրական լուծում տան, որպեսզի մեր տղաներն օգտվեն այդ տարի ու կես ծառայելու ժամկետից։ Առաջ Փաշինյանի ավտոշարաշյունն էստեղով անցավ, հիմա էլ նախագահական նստավայրում է պատրաստ մեկ կոչերով իրեն դիմել։ Վարչապետի դե իհարկե վարչապետին եմ հիմա ես հենց դիմում եւ ինչպես որ ինքը ասեց մեր ծնողներից մեկը մոտեցել էր Գեղարքունիքի մարզում երևի թե գիտեք որ ինքը իր բերանով ասեց որ ինքը որպես ծնող նորից կվերանայի այդ հարցը, նորից կքննարկեն այդ հարցը եւ հնարավորինս այո կկարողանան որևէ դրական լուծում տալ։ Դրա համար նորից խնդրում ենք ուղղակի մեր այս հավաքը մի դիտարկեք որպես քաղաքական ինչ որ քայլ, հա, դա չի։ Նորից եմ ասում, մեր ծնողների խնդրանքը միայն այդ հարցին դրական լուծում տալ։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն ինչից գոհ ենք, շատ գոհ ենք։ Տղաների իրենց մարտական ոգին բարձր է։ Իրենք չեն բողոքում, լուր, համեստ, կատարում են իրենց պարտքը իրենց հայրենիքի հանդեպ, մեր ժողովրդի հանդեպ, տա Աստված մեր երկրին միայն ու միայն խաղաղություն, որպեսզի բոլորն էլ, ամեն մի զինվոր մեր կյանքի մի մասն է համարվում, հավատացեք, կցանկանամ միայն խաղաղություն լինի, բոլորը ծառայեն անփորձանք,
եւ անփորձանք վերադառնան իրենց ընտանիք։ Ձեր տղաների վերաբերյալ որոշումը ամեն դեպքում փոխվի, անարդար չի դիտվի արդեն իրենց ծառայակից մյուս ընկերների։ Հիմա տեսեք, իրենց ծառայակից ընկերները արդեն գիտեն, որ հեսա ամռանը արդեն զորացրվում են։ Այստեղ անարդարության խնդիր չկա, ընդամենը 2-3 ամիս հետո Աստծո կամքով նրանք արդեն իրենց տանը կլինեն։ Խոսքը այստեղ 2025 թվականի զորակոչված տղաների մասին է։ 2025 թվականի, իսկ նրանք արդեն հետ են գալիս։ Մենք ուզում ենք աշխատանքային խումբ կազմակերպեն եւ ընդունեն մեզ, մեր պահանջը, իրենց պահանջը, մենք մեր հարցադրումները անենք, իրենք էլ իրենց ասեն եւ այս հարցին լուծում տանք։ Մենք չենք նահանջելու, խնդրում եմ պարոն Փաշինյան, 1, 2, 3 ծնողով մեզ ընդունեք, մեր խնդիրները, մենք խնդիրները ասենք, դուք էլ ասեք, միգուցե այս հարցին այլ լրացումներ լինեն եւ այս հարցին մի փոքր լուծում տրվի։ Շնորհակալություն։ Բացի զինծառայության ժամկետը կրճատելուց այլ խնդիրներ ունեք, որ խնդիրները Չէ, միայն այդ հարցն է։ Այլ խնդիրներ չունեն, մեր տղաները բարձր ոգով ծառայում են, մենք շնորհակալ ենք, նման խնդիրներ չունենք։ Շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար, թե նախարարին, թե վարչապետին, նորից եմ կրկնում, պարոն Փաշինյան, գիտենք, որ դուք կարող եք այս հարցին լուծում տալ։ Մեր այս արդարությունն ու վերականգնեք եւ այս ամենին վերջ տրվի։ Մեր երեխաներն էլ ծառայում են բարձր ոգով, երեխաների մեջ ինչ որ հարց չի դիտվում, մենք ծնողներով ենք այս արդարությունը ուզում լինի։ որտեղ է ծառայում ձեր որդին։ Այ Վարդենիսում։ Այցելել եք նրան, ինչ է պատմում ծառայությունից կամ դուք ինչ նկատեցիք։ Ամեն ինչ նորմալ է, մենք խնդիր չունենք այնտեղ, նորմալ ծառայում է, ոչ մի խնդիր չեմ տեսել այսքան ժամանակ, ուժը 10 ամիս է ծառայում է, ամեն ինչ նորմալ է։ Տեսեք, եթե չեմ սխալվում, դուք կառավարությունում եղել եք ու այնտեղից ձեզ ասացին, որ ամեն դեպքում այս խնդրի հասցեատերը իրանք չեն, պաշտպանության նախարարությունն է։ Հիմա այսինքն նախարարի հետ կապված սպասելիքներ չկան, որ Փաշինյանի հետ եք ցանկանում հանդիպել։ Դե ամեն դեպքում պարոն Փաշինյանը ասաց, որ կդիտարկի այդ հարցը պարոն նախարարի հետ, դրա համար հարցադրումը այդպես ենք ձևակերպում, քանի որ ինքը ասաց, որ մենք ձեր երեխաների ծնողներն ենք, քանի որ ինքը այդ արտահայտությունը արվել է, մենք էլ խնդրում ենք իրեն օգնությամբ վերանայվի այս հարցը։ Իսկ միայն Փաշինյանի հետ եք ցանկանում հանդիպել, թե ամեն դեպքում այդ ամեն բնակավարից լինեն, որ իրենք էլ ասեն, լինում է, չի լինում, կարող են, թե չեն կարող։ Միանշանակ մեկ հոգով չի լինի։ ամեն դեպքում, եթե որոշումը չփոխվի, ինչ եք անելու։ Մենք չենք նահանջելու, պետք է մի բան փոխվի։ Մենք մեր երեխաների արդարության համար պայքարելու ենք։ Որտեղ է ծառայում, եթե կա։ Վարդենիսում, Հո ծառայությունից։ Ոչինչ, հարմար է։ Որոշ դժգոհություններ կան, դե պարզ է։ Դժգոհում հատկապես։ Դե չգիտեմ, դες կոնկրետ բան չունի ասելու, ուղղակի բաներ չկան, կռիվներ չկան, բան չկա, դա շատ լավ է, բայց համենայն դեպս այն չի ինչ որ ինքը կուզեր։ Ինքն է ցանկություն հայտնել 1.5 տարի ծառայելու, թե դուք եք ցանկանում։ Մենք ենք ցանկանում, իրանք էլ են ուզում, նեղսրտված են, դե պարզ է, ասենք մյուս տղայից, այդպես կոնկրետ բան չի ասում, ինքը մի քիչ լրակյաց տղա է, հարմարվող, հիմա հարցը այն է, որ փոքր տղայից ընկերը գնացել է, իրանցից 6 ամիս ուշ գնացել է, իրանից 2 ամիս շուտ գալու է, դե նեղվածությունը կա, հենց է, որ մեր մոտ էլ այդ նույն նեղվածությունը ու հիմա ցանկությունը է դա, որ գոնե այդ երեխեքը որպեսզի իրար մեջ այդ խոսակցությունները չլինեն, բացառում է, որ չլինի, էլի, հիմա դա մեր ցանկությունը, որ լսեն, ունենք, որոշ բաներ ունենք, որ կարող ենք ներկայացնել,
Դե հիմա հələ ներսում են գան, մի հատ հասկանանք ինչա, ոնց է։ Պաշտպանության նախարարն ասում է, որ այս որոշումը վերանայման ենթակա չէ, չեն քննարկելու, ինչ եք պատրաստվում անել։ Մենք ստեղ ենք մնալու, շարունակվելու է այդ։ Այսինքն նստացույց եք իրականացնելու։ Դե հիմա չգիտենք ինչ կանենք, այսօրվանից պարզ կլինի, թե ինչ կանենք։ Նմանատիպ երկու ակցիա եւս իրականացրել է կառավարության դիմաց, պաշտպանության նախարարության դիմաց։ Դեռևս ոչ։ Արձագանք եթե լիներ, ստեղ մենք չէինք հայտնվի։ Սպասելիքներ ունեք, որովհետև ձեր կառավարության ակցիայի ժամանակ ասացին, որ այս խնդրի հասցեատերը պաշտպանության նախարարությունն է։ Թե մենք գնացել էինք պաշտպանության նախարարություն, չարձագանքեցին, հիմա եկանք կառավարություն, հիմա եկել ենք ստեղ, կառավարությունում նամակ հանձնել էին, պատասխան չկա։ Դրա համար պատճառն եղավ են, որ եկանք ստեղ։ Հիմա թե ոնց կլինի, արդեն պետական այսօրվանից ցույց կտա։ Բացի ծառայության ժամկետից ինչ այլ դժգոհություններ ունեք, ինչպես նշեցիք։ Դժգոհություն չկա, այտենց։ Հիմնական էտի է բանը, խնդիրը, նեղվածությունը երեխեքի, թե չէ նենց բաներ չկան, որ։ Տեստակցիայի մասնակիցներից մի քանիսին հրավիրեցին արժա, ասեցին, թե ինչի համար, ինչ ակնկալիքով հանդիպելու։ Կոնկրետ բան չասին, հավանաբար այդ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ, հիմա պարզ չի, այս պահին կգան արդեն պարզ կլինի, թե ինչ կանենք։